Փետրվարի 6-ին ժամը 19-ին Արեգակցի արվեստի միությունում տեղի ունենալու գարուն է գալու խորագիրը կրող հեղինակային երգի եւ պոեզիայի երեկո։ Ինչ է սպասում երեկոյի ընթացքում, ով է ներկայացնելու պոեզիան, որ հեղինակային երգը եւ ինչպես է նրանք համագործակցում, կպարզենք մեր հյուրերի հետ։ Իսկ այսօրվա մեր հյուրերն են պոետ Լիա Պետրոսյան եւ երգիչ գիտարահար Սիմոն Շահմուրադյան։ Լույս առավոտիկ։ Շնորհակալություն, շատ լավ։ Մեզ այսօր հետաքրքիր էսպիսի անակնկալներ են սպասում, հուշողատրիբուտ մեր եթերում, բայց եկեք խոսենք բուն միջոցառումից։ Ինչ է սպասվում վաղաժամ գալանից։ Այո, փետրվարի 6-ին մեզ սպասում է գարնան գալուստը, որովհետև մենք այդպես ենք որոշել։ Այս տարի ձմեռը երկար ձգվեց եւ երբ քննարկում էինք հերթական նախագծի մանրամասները, մտածեցինք ինչ անուն եւ որոշեցինք մի դրական լիցք հուսադրող, որպեսզի նա ով կգա մեզ հյուր եւ նա ով հիմա մեզ գուցե դիտում է եւ առհասարակ տեսնողը միշտ հիշի, որի վերջո պիտի կա գարուն, պիտի ջերմանա, պիտի լինի լույս։ Այո, թունելի վերջում լույս կա, ինքը այո, նաև այլաբանական իմաստ է, ոչ ուղիղ իմաստով, որ ասենք փետրվարի 6-ից 20 քանի օր հետո գալու է գարուն, այլ իսկապես հույսի մասին է խոսքը։ Կապեմ դա նաև նրա հետ, որ պոեզիան, որը իմն է, նաև Սիմոնին էլ այո, որովհետև միշտ հասկանում ենք, որ հեղինակային երգի հիմքում ընկած է խոսքը, միշտ վերջում հույս կա, ինքը չպիտի թևաթափանի, ինձ համար դա սկզբունքային եւ առանցքային է։ Խոսելով ամենատարբեր տխրությունների մասին, ինչը հատուկ է պոեզիային, նա երբեք չպետք է ինձ համար վերջում թևաթափանի։ Մեր սեղանին դրված էր գիրքը, նայում էի, ստեցան երգլեզու էր ու հասկացա, որ երկու լեզվով էլ ստեղծագործում եք։ Այո, ժողովածուն երգլեզու է սա։ Առաջին ժողովածունն է։ Թղթե սավառնակներ, որովհետև ես ասոցիացնում եմ իմ պոեզիան ճախրող երևույթի հետ եւ ունեմ այդ տպավորությունը առհասարակ այն պոեզիայից, որը ես սիրում եմ, լինի համաշխարհային, լինի հայկական, էական չէ։ Նրա լիցքը եւ ուղերձը էմոցիոնալ է, որը ըստ իս լեզու չի ճանաչում։ Այո, նա երգլեզու է, ես երգլեզու պոետ եմ։ Ինձ համար կարևոր է, որովհետև միշտ կա լեզվի ասոցիացիա պերսոնաժի հետ, որը գուցե օգնեց, գուցե նպաստեց, գուցե խանգարեց եւ դա եղավ դրդապատճառ, որ ինչ-որ նոր տողեր գան եւ դու հասցնես իրանց գրի առնել։ Սիմոն, ինչ կատարումներ են լինելու, եթե կարելի է մի փոքր փակագծերը բացենք, ստեղծագործություններ։ Կատարումները, այո, իմ հեղինակային կատարումներն են, որ ես 2020-21 թվականից մինչև առ այսօր ստեղծագործում եմ, դրանք ցույց տվեցի Լիային եւ միասին ասմանտրեցինք, մի հատ ծաղկակ արեցինք, հետաքրքիր կատարումներ եւ մի քանի կատարումներ Լիայի գրքից մենք ընտրեցինք, ռուսերեն լեզվով երկու ստեղծագործություն Լիայի գրածներից պետք է կատարեմ եւ մնացածը արդեն ելվի մանրամասն Լիան։ Ես իմ ստեղծագործական ճանապարհին, ինչ վերաբերում է պոետիկ կատարումներին, միշտ փնտրում եմ հետս ընկեր բեմի ընկեր, որը նույնպես ինչ-որ մի ստեղծագործական ուժ եւ լիցք կներդնի, որովհետեւ մեկ անձի հանդես գալը ըստ իս արդեն ձանձրալի է դառնում։ Միշտ դա շատ հետաքրքիր երաժիշտներ են եղել, դասական երաժիշտներ, երիտասարդներ են եղել, նկարիչներ, այո, դա իմ մյուս ստեղծագործական ուսումնասիրությունների մասին է, այո, իհարկե անշուշտ, եւ իդեպ այդ հեղինակը, որը Լիլիթ Մանարյանն է, որի հետ եղել ենք ձեզ հյուր, նրա ցուցահանդեսի ավարտին մենք նույնպես երեքով արեցինք միջոցառում, որովհետեւ նա նույնպես գրում է։ Ինչի մասին է խոսքս, որ միշտ փնտրում եմ հետս ստեղծագործ ընկեր, բայց սովորաբար երաժիշտները նախընտրում են հանձնել այդ պատասխանատվություն չասեմ, բայց այդ նուրբ պահը քեզ, որ դու որոշես, որ ստեղծագործությունները կուզենայիր հնչեն, ես միշտ փնտրում եմ համագործակից ընկեր։ Եվ Սիմոնի պարագայում դա շատ զուգադիպել է եւ այսպես տիեզերքը մեզ ժպտաց, մենք պատահաբար ծանոթացանք մեր ստեղծագործ ընկերներից մեկի միջոցով եւ մենք հասկացանք, որ կարող ենք համատեղ գործեր անել։ Օրինակ, ես ունեմ պոետիկ գործեր, որոնք երկխոսություններ են, որը մեկ արտիստ կատարի երևի այնքան էլ էֆեկտիվ չէ, հա, այսպես ասենք, տպավորիչ չէ։ Եվ այո, նրա բուն իմաստը երկխոսության մեջ է։
Իմ դուրը շատ եկավ, երբ ես առաջարկեցի Սիմոն անենք այսպես, ասեցի իհարկե խնդիր չկա անենք։ Հետո կա իր երգերից, որոնք այսպես միասին մի քանի անգամ նայեցինք, ընթերցեցինք, ինքը երգեց, ասեցի գիտես քո գործերից է կարանք երկխոսություն անենք։ Ասեց հա իհարկե անենք, ինչու չանենք։ Այսինքն սա ինչ որ մի համատեղ արկածի պես բան է, որը շատ հետաքրքրական է եւ պիտի ասեմ, որ մեր համերգին մնացել է 1-2 օր, ամսի 6-ին է, բայց մենք անընդհատ ինչ որ նոր մտքեր ա մեզ գալի եւ մենք շատ արագ իրանց իրագործում ենք։ Մոտ 1-2 օր առաջ ինձ էր, 1-2 օր առաջ ընդհանուր ծրագիրը պատրաստել էինք արդեն, ցույց վերջնական փորձ ենք անում։ Մենք էլ ինչ որ մի հատ երգ էլի ընկավ աչքներովս, Լիան չներառենք, հետո ամբողջ նորից փոխեցինք, նորից 6 երգ ավելացրեցինք։ Կրկնակի ժամ եք ունենալու վերջում։ Մեր ծրագիրը շատ կոկիկ է եւ պիտի, այո, մի քիչ բարձրանալով ասեմ, որ եւ ես իմ ստեղծագործական կենսագրության մեջ դեռ ոչ մի անգամ զանզրալի ծրագիր չեմ ունեցել եւ Սիմոնի հետ սա մեր խոշոր իմաստով համատեղ 7-րդ, բայց որպես ինքնաբավ ծրագիր էր, սա կլինի 4-րդը եւ միշտ մեր հյուրը գնացել է վայելի, ավարտեց ծրագիրը։ Ինչ հրաշալի։ Եկեք խոսենք բուն ծրագրի մասին, ինչքան է տևողություն, ինչպես կարող են գալ, ինչպես կարող են մասնակցել։ Բուն ծրագիրը չեմ կարծում ժամը գերազանցի, բայց միշտ կա շփում հանդիսատեսի հետ, հենց բեմից, որովհետև մենք միշտ ինտերակտիվ ենք մոտենում երևույթին, այսինքն 4 դասականը, որը ինձ համար խորթ է, որտեղ ես պրոֆիլային արտիստ չեմ, ինձ համար բեմը հոգու ուրախություն է։ Միշտ կա շփում, գուցե ես կհիշեմ ինչ-որ նախաբան, որը ինձ համար կարևոր է եւ ես կկիսվեմ իմ հյուրի հետ, կամ մենք ունենք մի ստեղծագործություն, որը նստած հերթական ծրագիրը կազմելուց Սիմոն ասեց, գիտես, քո պոեզիան այնքան էմոցիոնալ է, ես էմոցիոնալ երգեր ես չեմ գրում։ Իմ այդ ֆանտաստիկ ֆրազ ունի, ասում է ինձ համար հեղինակային երգը դա վավերագրություն է, եւ ես իսկապես նորովի նայեցի երևույթին իր արտահայտությունից հետո, ասեցի ոնց թե ես չեմ կարող ունենալ ռոմանտիկ, մի րոպե հիմա կլինի։ Ասեցի նվագի, մի բան նվագի, ինքը նվագում էր, ու ես ասենց արագ 4 քառատող ստացվեց։ Այդ երգը մենք իհարկե միասին ենք կատարելու, որովհետև ինքը միասին է ծնվել է միասին, բայց նա երկու ձայն ավելի մեղմ հարուստ է դառնում։ Նա մեղմ է, բայց ավելի հարուստ է հնչում, որովհետև մենք արդեն ակուստիկ փորձի ժամանակ էլ փորձել ենք, շատ անուշիկն է։ Սրա եթե խոսենք հեղինակային երգից, վերջին տարիներին ինչպիսի միտում ունենք։ Հեղինակային երգը, ինչպես որ Լիանն նշեց, իմ համար վավերագրական ֆիլմի պես բան է, այսինքն երաժշտությունը ես բաժանում եմ երկու ճյուղի՝ գեղարվեստական, հա, եւ վավերագրական։ Այն ամեն ինչը ինչ որ վերաբերում է վավերագրականին եւ հեղինակային երգին, դա հենց այն է, ինչ որ մենք ապրում ենք, ինչ որ մենք իրականում տեսնում ենք առանց ծաղկացնելու, առանց գեղեցկացնելու, հենց շեշտադրում ենք հենց դրան եւ դրա համար է հեղինակային երգը ինքը ավելի շատ մարդու սրտին ավելի շատ է կպնում, որովհետև իր մեջ հենց ներառում է հենց 4 փաստեր, հենց բուն փաստեր իրականում ինչ է տեղի ունենում եւ մարդը իր հենց հոգու ներաշխարհն է ցույց տալիս եւ շրջակա միջավայրը ինչ որ տեղի ունենում իր հետ։ Իսկ հիմա հեղինակային երգը ես կարծում եմ բավականին մեծ ծաղկում ապրում, որովհետև ես բավականին իվենթներ եմ տեսել, հա, համացանցով, որ նոր երիտասարդ կատարողներն իհարկե չմոռանանք հին կատարողներին, Հաղպերդյանը, Զորիկյան եւ այլն, իրանց բոլորին հարգում ենք, ընդունում ենք, իսկ լսել եմ եւ տեսել եմ նոր հեղինակային կատարողներ, երիտասարդ բավականին 20+, հա, որոնք կարող եմ ասել եւ գնահատել, որ դրական շարժ կա եւ ամեն ինչ ընտիր անդանում, թող այսպես ընթանա, թող հեղինակային երգը այո զարգանա, դրա համար ամեն ինչ անում ենք եւ պոեզիան իհարկե։ Եվ հավելեմ, որ մեզ համար որպես մի քիչ ավելի ավագ սերունդ, քան 20+-ն է, մեզ համար դա նաեւ ոգեվորող է, որ մենք այո ինչ որ տեսանկյունից կարող ենք մեր փորձով կիսվել եւ մենք հասկանում ենք, որ մենք այսինքն մենք վերջին պոետը չենք։ Այո, շղթան շարունակվում է։ Ինձ համար դա շատ ոգեվորող է, որ ես գիտեմ ես անելու եմ այդ երեկոն եւ գուցե կգա երիտասարդ, որը կոգեվորվի։ Ես միշտ առանցքային եմ համարում երևույթը, որ գուցե դիմացինը կլսի, կոգևորվի եւ ինքը նույնպես մենք ունենք դպրոցական ծրագիր դպրոցահասակների համար, որն արդեն մի քանի անգամ տարբեր վայրերում իրագործել ենք։ Ես երեխաներին վերջում նրանք մտածում են, հա, պոեզիա, եկել են շիվարդ դեմքերով, այսպես նստած են։ Ես վերջում, երբ որ շատ ամեն ինչ ուրախ անցավ, ես ասեցի, երեխաներ, դուք պիտի գիտակցեք, որ պոեզիան ձանձրալի չէ։ Այսինքն երիտասարդը, որն այսօր փնտրում է զվարճանքներ, զբաղմունքներ, ակնթարթային ուրախություն բերող ինչ-որ
բաներ, կլինի գadgetների միջոցով կամ ինչ-որ կարևոր չի։ Նա հասկանա, որ պոեզիան ձանձրալի չէ։ Նաև իմ գործունեության մեջ ես այդ առաքելությունն եմ դնում, որովհետև ես շատ վաղ տարիքից եմ սկսել գրել։ Ես հանդես եմ եկել բավականին հասուն տարիքում, բայց գրել եմ շատ պատանեկական տարիքից։ Դա կարևոր է։ Ես հասկանում եմ, որ իրանք կարող են դա անել ու դա դառնա հոգու ուրախություն, որովհետև պոետը մասնագիտություն ինքը հոգեվիճակը։ Ինչ հրաշալի, քանի որ խոսեցինք եւ մեզ խոստացել եք, որ լինելու է ճգնախ կատարում։ Մենք հիշեցնենք, որ փետրվարի 6-ին ժամը 19:00-ին Նարեկացի արվեստի միությունում տեղի կունենա Գարուն է գալու խորագիրը գրող հեղինակային երգի եւ պոեզիայի երեկո, եւ որպես ամփոփում եւ այսպես փոքրիկ անոտացիա այդ միջոցառմանը մենք Ստապեք տոմսերը ձեռք բերել։ կատարում։ Մեր մուտքն ազատ է։ Իհարկե, Նարեկացի արվեստի շատ կարևոր է ասել։ Նարեկացի արվեստի միության մուտքը ազատ է, նա բարեգործական կազմակերպություն է, որը սիրով արդեն 21-րդ տարին է հյուրընկալում է ազատ արտիստների, ամեն տարիքի արտիստների եւ ամեն բնագավառի, իհարկե ունեն իրենց բայցերը, բայց ցանկացած իվենթ, եթե ուղղված է դեպի բարի, Նարեկացի արվեստի միությունը գրկաբաց ընդունում է եւ ինձ համար դա կարեւոր վայր է, ինչու, որովհետեւ իմ առաջին բեմելը որպես ինքնուրույն պոետ եղել է ճիշտ Նարեկացի արվեստի միությունում, դրա համար այդ բեմը ինձ համար այլ քնքշություն ունի։ Փետրվարի 6-ի երեկոն պլանավորեցիք։ Այո, մենք սիրով բոլորին սպասում ենք։ Ձյուն է գալիս։ Ոչ, սիրելիս, ենթարկվելով քամուն խենթ ու ուժգին, սպիտակ թերթիկները խնձորենին, լուր ու խոնար հանձնում է հողին։ Տեսարանն այս մոգական է կարծես, թափվում է ճերմակը հարսի քողի պես։ Դու ես լալիս։ Ոչ, սիրելիս, պարզապես ները բացել է դռները ու հրեշտակները չարի ու բարու ամպերն բախելով կռիվ են տալիս։ Երկինքը գոռում է, հետո արտասվում է։ Գետն է ճչում, ինձ է կանչում։ Այդ ես շշնջում եմ, անունդ կանչում եմ, երգում եմ, գոչում եմ, գիշերը տանջվում եմ, իսկ դու չես գալիս։ Ինչու սիրելիս։ Ով է գալիս։ Ես սիրելիս։ Զգացի քո քայլերը։ Քո ջերմ համբույրները պիտի վայելեմ, հետո էլ լքեմ։ Կլվան իմ հետքերը, առատ անձրևները։ Քո ջերմ կացարանը հոգուս հանգրվանը դարձավ ակամա, բայց ուշ է հիմա։ Գետը ճչում է, իր հետ ինձ կանչում է, քամին որ սուրում է, ինձ սառն համբուրում է, հուշում է կարծես, չսիրեմ խենթի պես, հուշում է կարծես, չսիրեմ խենթի պես։ Ծառին թռչունները կտրել են ձայները, ես լուր հեռանում եմ, քո գիրկը լքում եմ, գժվում եմ կարծես, բայց ճիշտ է այսպես, գժվում եմ կարծես, բայց ճիշտ է այսպես։ Բրավո, մենք լսեցինք այսպես։ Հրաշալի, շնորհակալ ենք։ Սա անոնս որպես։ Այո, սա ձեզ։ Շնորհակալություն։ Ազատ է, բայց միևնույնն է մենք վերել Հաճելի է։ Քուշ, այո, համեցեք։ Ֆանտաստիկ, սա մենք նաև կպահենք մեր լույս առավոտի սենյակում։ Շնորհակալություն մեր հեռուստադիտողներին հետևելու համար, դիտենք գովազդ եւ դիմավորենք մեր մյուս հյուրերին։